Ազգային ժողովի հերթական նիստին 131 պատգամավորից ներկա էր 110-ը։ Նիստի սկզբում ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ, կոչանելով օրենսդիրներին չլքել նիստերի դահլիճը, քանի որ քվեարկության է դրվելու կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը։ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով հակխմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այդ ծրագրին։ Մեզանից վստահության քվե է ուզում մի կառավարություն, որը ոչ միայն ձախողվել է, այլև երբեք էլ նպատակ չի ունեցել մեղմել երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, նշեց պատգամավորը։ Էլ ինչ վնաս պետք է դուք հասցրած լինեք այս երկրին, որ չհամարձակվեիք գալ այս դահլիճ եւ փորձել ստանալ խորհրդարանի վստահության քվեն։ Կարծում եմ ինչ էլ որ չեք արել, կանեք շատ մոտ ապագայում։ Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, մեկ տարի առաջ եւս օրենսդիրների քննարկմանը ներկայացվեց մի ծրագիր, համաձայն որի երկրում պետք է արձանագրվեին դրական տեղաշարժեր։ Մինչդեռ վիճակագրական տվյալներն արդեն իսկ փաստում են, Տիգրան Սարգսյանի կառավարությունը ունակ չէ շարքային քաղաքացու առջև ծառացած ամենատարրական խնդիրներն անգամ լուծել։ Մենք գտնում ենք, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները շարունակում են մնալ ահագնացող չափերի հասնող աղքատության մակարդակը, գործազրկության խիստ բարձր ցուցանիշները, արտագաղթի վտանգավորության աստիճանի հասնող տեմպերը, անընդհատ մեծացող արտաքին պարտքը, երկրի շարունակական մեկուսացումը տարածաշրջանային ծրագրերից։ Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների այս հայտարարություններին հաջորդեց հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթը։ Վերջինս սկսեց վիրավորական արտահայտություններ հնչեցնել ընդդիմադիր գործիչների հասցեին։ Լևոն Զուրաբյանն առաջին նախագահին երկրորդական մարդ սարքեց։ Դուք 0 եք, հիմա էլ եկել եք մեզ եք քննադատում, դիմելով ՀԱԿ պատգամավորներին, նշեց Սահակյանը, հայտարարելով, որ իշխանությունը ընդդիմության կարիքը չունի։ Մենք ընդամենը ձեր կարիքը չունենք, մենք ընդամենը ասում ենք պատրաստ ենք համագործակցելու, դուք պիտի մեր կարիք ունենք, էլ չեմ ասում, լավ մարդկանց փողոցից վերեցինք էստեղ, որ էլի փողոցից խոսել։ Լևոն Զուրաբյանը փորձեց պատասխանել իր հասցեին հնչած մեղադրանքներին եւ քննադատություններին, սակայն նրան խոսքի իրավունք չտրվեց։ Փոխարենը ելույթ ունեցավ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով կոչ արեց պատգամավորներին պահպանել կոռեկտություն։ Անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին, Աբրահամյանը կարծիք հայտնեց, թե այսօր ամենանպաստավոր ժամանակաշրջանն է տնտեսական աճ արձանագրելու համար, որոնք կհանգեցնեն աղքատության ծավալների զգալի կրճատմանը, արտագաղթի նվազեցմանը եւ վերջնական դադարեցմանը։ Ծավալուն ելույթով հանդես եկավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հայտարարեց, թե կառավարությունն ունակ է լուծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Գործադիրի ղեկավարի վստահեցումները իրականությանը մոտ չեն, վարման կարգով խոսքի իրավունք ստանալով հայտարարեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, նշելով, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին։ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը բազմիցս երկար ժամանակ իր արտահայտած դիրքորոշումների վրա հիմնվելով այս քվեարկությամբ արտահայտելու է իր դիրքորոշումը դեմ քվեարկելով կառավարության ծրագրին։ Քվեարկությունից առաջ խոսքի իրավունք ստացավ նաև ազգային ժողովի հակխմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով հայտարարեց, թե բնական է, որ Գալուստ Սահակյանն այդպես պետք է արձագանքեր։ Տարիներ շարունակ չարաշահումներ թույլ տալով եւ գողանալով հարստացողներն այսօր պատասխան եք տալու։ Զուրաբյանի խոսքը ընդատեց Հովիկ Աբրահամյանը, հրահանգելով անջատել վերջինիս խոսափողը։ Դուք տարիներ շարունակ սովորեք նրան, որ գողանաք, չարաշահումներ կատարեք եւ չլսեք դրա մասին որևէ բան, հաճույքով անեք դա, այսուհետեւ դա ազատված է ձեզ համար։ Դուք գողանալու եք, չարաշահելու եք եւ դրա մասին լսելու եք ամբողջ ճշմարտությունը։ Լևոն Զուրաբյանի խոսափող անջատեք։ Չնայած ընդդիմության սուր քննադատություններին, կառավարության ծրագիրը ազգային ժողովի կողմից հավանության արժանացավ։ 76 կողմ 41 դեմ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվեց։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։